Բոլորիդ բարի օր, ես գտնում եմ Վայոց ձորում, Տարաթում գյուղն է, շատ սիրուն հոյակապ հիանալի գյուղ է, այստեղ նաև կա հին եկեղեցի, հոյակապ ժողովուրդ են ապրում գյուղում։ Տեսեք, մինչ այս օրը այս մարդիկ ապրում են առանց փաստորեն հոսանք։ Պատկերացրեք 150 վոլտ, այսինքն մարդիկ չէին կարող սառնարան օգտագործեին, մարդիկ չէին կարող կոմպյուտեր օգտագործեն։ Պատկերացնում եք, ոչ մի բան չէին կարող տան մեջ օգտագործեն, այսինքն լույս չկար։ Մինչ հիմա 2026 թիվն է։ Նոր մի քանի օր առաջ ես Էթերի Քարապետյանի եւ Տաշիր Սամոյի հարցազրույցն եմ նայել եւ ես իսկականից հիասթափված եմ այս մարդկանցից, այս ձևի ստել, այս ձևի նագլի խոսալ։ Հուսով եմ նաեւ որ Տաշիր Սամոյի ընտանիքը նայում է այս վիդեոն, Էթերի Քարապետյան, դուք միլիոններ եք ծախսել, սեղաններ եք գցել, տարբեր երկիչներ եք կանչել, բայց տեսեք, այս գյուղը 1000 անգամ խնդրել է եւ Տաշիր Սամոյին եւ Հեցին 1000 հատ մի հատ նամակ ա գրել, որ մեզ լույս չունեք, որ մենք չենք կարող ընդհանրապես ոչ իման օգտագործեք եւ ինչ օգուտ կար այդ այսպես ասած դիմումներից, ոչ մի օգուտ չկար։ Հիմա արդեն 2 ամիս է, այստեղ մեծ աշխատանք ա գնում եւ կոնկրետ Ռոմանոս Պետրոսյանին շնորհակալություն հայտնում բոլոր գյուղացիները, բոլոր, օրինակ այս ստոլբան, որը իմ հետևում դուք տենում եք, նոր ստոլբեք է, արդեն սաղ ստոլբանները արդեն կա եւ ուզում եմ նշել հիմա պրովոդների աշխատանքն է գնում եւ մոտակա օրերին նոր տրանսֆորմատոր են բերում եւ 220 վոլտ ունած բուժիտ, այսինքն 220 վոլտ ա լինելու, ոնց պետք է լինի եւ մարդիկ կարողանալու են ինչ ուզում են օգտագործեն։ Դիմում են բոլոր այն մարդկանց, ովքեր չեն պատկերացնում, որ այս ձևի գյուղեր, ահագին ունեք այս ձևի գյուղեր, այս վիճակում։ Եվ այդ հարցերը Ռոմանոս Պետրոսյանը ամեն օր, ամեն ամիս լուծում է։ Էլի նորից Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքը իսկականից շատ մեծ է եւ մենք աշխատելու ենք նկարեք տարբեր գյուղեր, որտեղ մինչ հիմա հոսանք չի եղել եւ հեծը ոչ մի ձև այդ հարցերը չէր լուծում։ Հիմա այդ հարցերը լուծված է այս ժողովրդի համար։ Այսօր ես կանչել եմ տարբեր մարդիկ, նաև Հեցից աշխատակիցներ գյուղից եւ մեր ընկեր Ուսիկ Մարկոսյանն եմ խոսք տալի, որ իրանք պատմեն ավելի մանրամասն ինչա կատարվում գյուղում։ Շնորհակալություն։ Տարաթում գյուղում կարելի ասել այս վերջի ամիսներին հրաշք է կատարվել։ 30 տարի գյուղում Տարաթումբու մարդիկ ապրում են 120, 100, 150 լարվածության լույսերի լարվածության տակ։ 100 անգամ գրել էին տարբեր իշխանության ղեկավարներին, Տաշիրին, Սամոյա, ով չեմ իմանում, բոլորին գրել են, ամեն անգամ պատասխանը եկել է, չեկել, բայց լույսի լարվածությունը այնպես չի փոխվել։ Հիմա ես հունվարին մի թեթև գրեցի Ռոմանոս Պետրոսյանին իր Facebook-ի էջում, որ էսես մի հատ դժվարություն կա գյուղում, ինքը հրավիրեց իր մոտ, միանգամից իր մասնագետների հետ հանդիպում ու խոս տվեցին, որ սա Տարաթում գյուղում լույսի լարվածությունը կարգավորեն։ Չանցավ 2 ամիս արդեն կարգավորել են։ Այս հիանալի գյուղում, այս գեղեցիկ բնության տեղում գյուղացիները տամ տասնյակ տարիներ չսպասել լարվածության ուղղության բանին 220-ի թողել գնացել են գյուղի, դատարկվել է գյուղը, նայեք հենց հետևս ափսոս եկեղեցի է, ուղղակի այդ կոմունիստների ժամանակներից այդ բալոկը խանգարում է, այսեն սիրուն մի հատ եկեղեցի կա, ամեն ինչը իր բնությունով, եկեղեցունով, հնություններով, բայց գյուղը կիսադատարկ է լույսերի լարվածություն չունենալու պատճառով։ Շնորհակալություն Նիկոլ Փաշինյանին, իհարկե իր շնորհիվ, որ այս փոփոխություններ կատարում Հայաստանում, շնորհակալություն Ռոմանոս Պետրոսյանին, որ արագ կերպերով Արսեն Տարաթում գյուղի ամենադժվար խնդիրը լուծեց։ Շնորհակալություն։ Ես Կարապետյան Աշոտն եմ, Եղեգնաձոր էլեկտրական ցանցի պետը, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մարտ ամսվա սկզբին մենք մեկնարկը տվեցինք հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով, մեկնարկը տվեցինք Տարաթում գյուղում կատարելու հին փտած էլեկտրասյուների փոխարինման աշխատանքները, ինչպես նաև հաղորդալարերի, օդային գծերի, սիփ հաղորդալարերի փոխարինման աշխատանքները։ Աշխատանքները կատարվեցին բացառապես Եղեգնաձոր էլեկտրական ցանցի աշխատակիցների ուժերով եւ այժմ մեր աշխատանքները ավարտվել են, կատարվել են լայնածավալ աշխատանքներ Եղեգնաձոր էլեկտրական ցանցի աշխատակիցների ուժերով, սակայն ընթացքի մեջ են նաև տրանսֆորմատորի տեղադրման աշխատանքները, նախագծային աշխատանքներն են ընթացքի մեջ, պետք է շարունակվեն դրանք, որ գյուղը ունենա ավելի կայուն էլեկտրաէներգիա, հուսալի էլեկտրամատակարարում,
Ամբողջությամբ այդ փոխվել են այդ հենասյուները, փտած հենասյուները եւ օդային գծերն են վերանորոգվել սիփ հաղորդալարերով, փակ հաղորդալարերով։ Այդ մասին վկայում են նաեւ մեր Թարաթում բնակավայրի բնակիչներն են այդ ամեն ինչի մասին վկայում։ Գյուղի վարչական ղեկավարը կասի այդ մասին։ Նաև ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել Թարաթում բնակավայրի բնակչությանը, ազգաբնակչությանը, որ համբերատար ըմբռնումով վերաբերվեցին այս ամեն ինչին, սպասեցին, մինչև մենք ավարտեցինք մեր աշխատանքները, սակայն կան նաև էլի ընթացիկ աշխատանքներ, ժամանակի ընթացքում այդ ամենը կկարգավորենք, ավարտենք։ Всем доброго дня, доброго утра, доброго вечера. Мы находимся в селе Таратумб. Это Армения, область Вайос-Дзор. Это видео я снимаю для моих подписчиков, для семьи Ташира Само, для его племянника, для Этери Карапетян, жены Самвела Карапетяна. Это очень важный репортаж. Сегодня целая группа людей, чиновников и работников электросетей будет разговаривать. Пожалуйста, посмотрите все внимательно этот сюжет из потрясающего села, как я сказал, Таратум. Кстати говоря, здесь находится древняя церковь. Пусть мой оператор вот так покажет немножко. Вот, посмотрите, прекрасно, прекрасно. Это стратегически важное село, которое всю жизнь мучилось без электроэнергии. По вине Ташира Само, по вине семьи Ташира Само, по вине электрических сетей Армении. Здесь не было света. Вы видите, за моей спиной появилась столба. На данный момент, благодаря Романосу Петросяну, я ему лично выражаю благодарность, все село, да, в состоянии эйфории, счастья, потому что все они жили с электроэнергией в 150 ватт, да, и сегодня у них 220 появилось. Новые столбы практически закончили устанавливать. Сейчас начали работать с проводами, и вот уже везут, на днях будет большой новый трансформатор. Люди не могли использовать холодильник. Можете себе представить, в 2026 году мы решаем вопрос холодильника. Люди не могли включить телевизор. Очень-очень был слабый свет, желтый. Вот можете себе представить? Много раз они просили лично Ташира Само. Электрические сети Армении, 0 реакции, 0 вообще какой-то реакции на жалобы и страдания людей. И вот этот вопрос решился. Далее слово берет Усик Маркосян и чиновники, ответственные за это. И, конечно, благодарность нашему премьер-министру. А наши зрители должны вот себе представить, что жена Ташира Само, которая миллиарды тратила на то, чтобы приглашать зарубежных звезд, жаба ее душила, ее семью, да, решить вопрос этого села. Спасибо и слушаем Усика Маркосяна. Так, а что я могу сказать? Все вы сказали, дорогой Роман. Там я минимум сделал. Я всего там январь месяц написал Романос Петросяну под постом запись, что вот у нас в Таратумбе живут люди там 120-150 вольт там, под вольтом, таким напряжением. У них это вот короткий запись. И Романос Петросян мне лично пригласил к себе в управление. Потом его специалисты подключились. Потом мне обещали, что у вас в селе сделаем, там, это позор, это нельзя так жить, это недопущено такого, там, как может быть, что 150, еще 15 лет они так жили, вот, жили, оказывается, там, и вот, пожалуйста, начали, там, через 2 месяца уже столбы, провода, уже трансформатор везут, все, пожалуйста, там, в реальности. Спасибо всем, кто помог нам, Роман Петрович лично, ну и, конечно, без Никола Пашиняна, Романа Петросяна не мог бы быть. Спасибо ему. Ես Թարաթում գյուղի նախնի բնակիչ եմ, ծնողներիս իմ հայրական օջախում են գտնվում, ծնողներիս մահվանից հետո 2006 թվականին հայրս է մահացել, 22 թվականին մայրս է մահացել, բայց այս տանը մենք 7 երեխաներ ենք եղել, որպես փոքրը ես եմ տիրապետում տնօրինում օգտագործում, հիմի խոսքով ես եմ ամառներ այստեղ անցկացնում քույրիկներիս, եղբորս իրենց ընտանիքների հետ։ Ուրեմն տարիներ շարունակ Գորդյան հանգույց է եղել մեր գյուղի էլեկտրոսնությունը, քանի որ գյուղում կա ընդամենը 1 հատ տրանսֆորմատոր, որը տասնամյակներ շարունակ չի բավարարել մեր գյուղի հատկապես այդ ծայրամասային բնակարանների էլեկտրասնությունը։ Բազմից անգամ բողոքարկել ենք, պահանջել ենք, խնդրել ենք, գրել ենք գրավոր
Մի խոսքով ամեն ինչ արվել է, ես անձամբ ստորագրը հավաք եմ կազմակերպել 2-3 անգամ, գրել ենք պետական ամենաբարձրադիր մարմիններին, մանավանդ նախկին իշխանությունների ժամանակ, բացարձակապես որևէ հարց դրական չի լուծվել։ Նոր իշխանությունների պայմաններում դարձյալ էլի շարունակել են գրել, նորից ստորագրը հավաք են կազմակերպել, էլի արդյունք չի տվել, բայց ասեմ հետագայում, երբ էլեկտրոհեցին, որի անուն ես ցեց եմ դրել, ոչ թե հեց, այլ ցեց եմ դրել, ուրեմն ես գյուղի նախկին վարչական ղեկավարը եւ իրավական համակարգում տարիներ շարունակ բարձր պաշտոններ զբաղեցնող այս գյուղի համագյուղացի 3 անձանցով գնացել ենք հարավային էլեկտրոցանց Արտաշատի նստավայր, հանդիպել ենք գլխավոր ինժեներին, դա եղել է 23 թվականին։ Իմանալով, արդեն տեղյակ լինելով բազմից դիմումների բովանդակությանը ծանոթ լինելով, ինքը խոստացել է, որ 24 թվին հիմնովին Թարաթում գյուղում էլեկտրոսնուցման հոսքագծերը, սնուցող գծերը, հենասյուները, բոլորը պետք է հիմնովին փոխվի։ Եվ մեր ներկայությամբ զանգել է Եղեգնաձորի տեղամասի ինժեներին, առաջարկել է անմիջապես պահանջագիր ներկայացնել գոնե 1 կիլոմետր հատվածով հաղորդագծերը եւ էլեկտրոսյուները, հենասյուները փոխարինելու համար, սակայն մինչև օրս ոչինչ չի կատարվել, այսինքն վերջի շրջանում մինչև 1-2 ամիս առաջ ոչինչ չի կատարվել, երբ Պետրոսյան Ռոմանոսը նշանակվեց կառավարիչ, հեցի կառավարիչ, արդեն լրության սառույցը կոտրվեց եւ սկսեցին համապատասխան աշխատանքներ կատարել։ Ի ուրախություն մեր գյուղի բնակիչների, նաև հարևան մի քանի գյուղերի բնակիչների վաղ գարնանից սկսել են հենասյուների պահեստավորումը եւ որոշ ժամանակ անց եղանակային պայմանների թույլատրելի սահմաններում տնկվեցին հենասյուները եւ կաբելային ձևով, ոչ թե բաց հոսանկատար գծերով, այլ կաբելներով հասկացել են որոշակի մասեր։ Խոստացվել է, որ մեր տան վերևի այս բլուրի ստորոտում նաև երկրորդ տրանսֆորմատորը դնել, քանի որ մեր գյուղը ձգվում է շուրջ 2 կիլոմետր, իսկ գյուղը սնուցող միակ տրանսֆորմատորը տարիներ շարունակ ավելի քան 30 տարի եղել է փոքր հզորության տրանսֆորմատոր, որը չէր բավարարում գյուղի ծայրամասում գտնվող բնակարանների էլեկտրոսպասարկումը եւ լարումը հասնում էր մինչեւ 140-160 վոլտ, որի պատճառով էլ էլեկտրոապարատները, ասենք հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա չէին աշխատում եւ շատ ժամանակ շարքից դուրս էին գալիս։ Հետագայում մեր բողոքի ձայնը հասցեատիրոջը եւ Փառք Աստծո այսօր բուրըն աշխատանքներ են կատարում համակարգ ամբողջովին փոխելու եւ նաեւ նոր տրանսֆորմատոր տեղադրելու համար, որի համար մենք խորապես շնորհակալ ենք պարոն Պետրոսյանին։ Ես չգիտեմ, մեր ժողովուրդը երախտագետ ժողովուրդ է, կուզենայինք, որ անձամբ ինքը գար այստեղ հանդիպեր մեզ, մեր բնակչությունը, ժողովրդի իր երախտիկի խոսքը կասեր նրան, նաեւ մենք հյուրասիրություն կկազմակերպեինք մեր սարերի մաքուր անառատ բնության մեջ մեր սառնորակ աղբյուրներով, մի խոսքով ինքը հաճույք կստանար եւ մենք էլ փոխադարձ հաճույք կստանայինք եւ մեր գոհնակությունը կարտահայտեինք ինչ որ ձևով այդ մարդու նկատմամբ, որ ի վերջո նոր իշխանությունների պայմաններում լրության սառույցը կոտրվել է եւ մեր գյուղը արդեն հույս ունի, որ էլեկտրոսնուցման բնակավարում որևէ խնդիր չի առաջանա այլևս։ Ես համայնքի ղեկավարին տարիքով ես ահագին մեծ եմ, հին սերնդի ներկայացուցիչ եմ, գյուղի վարչական ղեկավարին խնդրել եմ, առաջարկել եմ, ասեմ, հենասյուները եւ կաբելային գծերը անցկացնելուց հետո բոլոր ծառերի ճյուղերը, որոնք որ խանգարեն հոսանկատար գծերին, անմիջապես հատեք, առաջինը իմ հայրական տան շրջակայքի ծառերի, մեր ծառերի հատում կատարեք, որպեսզի ուրիշի մոտ տպավորություն չստեղծի, թե մենք դրսում Եղեգնաձորում ենք ապրում կամ այլուր, բայց մեր ծառերը անձեռնխելի են։ Առաջինը ես առաջարկել եմ մեր բակից սկսել մեր ծառերը հատել, մինչև գյուղի ամենավերջին կամ անկախ թե ով կլինի, բոլորի ծառերը հատեն, որպեսզի բնական կորուստներ այլևս չլինեն, այսքանն է։ Ես Կարապետյան Աշոտն եմ, Եղեգնաձոր էլեկտրական ցանցի պետը, ցանկանում եմ տեղեկացնել ձեզ, որ մարտ ամսվա սկզբին մենք մեկնարկը տվեցինք հետ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով
մեկնարկը տվեցինք Թարաթումբ գյուղում կատարելու հին փտած էլեկտրասյուների փոխարինման աշխատանքները, ինչպես նաև հաղորդալարերի, օդային գծերի, սիփ հաղորդալարերի փոխարինման աշխատանքները։ Աշխատանքները կատարվեցին բացառապես Եղեգնաձոր էլեկտրական ցանցի աշխատակիցների ուժերով եւ այժմ մեր աշխատանքները ավարտվել են, կատարվել են լայնածավալ աշխատանքներ Եղեգնաձոր էլեկտրական ցանցի աշխատակիցների ուժերով, սակայն ընթացքի մեջ են նաև տրանսֆորմատորի տեղադրման աշխատանքները, նախագծային աշխատանքներն են ընթացքի մեջ, պետք է շարունակվեն դրանք, որ գյուղը ունենա ավելի կայուն էլեկտրաէներգիա, հուսալի էլեկտրամատակարարում։ Ամբողջությամբ այդ փոխվել են այդ հենասյուները, փտած հենասյուները եւ օդային գծերն են վերանորոգվել սիփ հաղորդալարերով, փակ հաղորդալարերով։ Այդ մասին վկայում են նաեւ մեր Թարաթում բնակավայրի բնակիչներն են այդ ամեն ինչի մասին վկայում։ Գյուղի վարչական ղեկավարը կասի այդ մասին։ Նաև ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել Թարաթում բնակավայրի բնակչությանը, ազգաբնակչությանը, որ համբերատար ըմբռնումով վերաբերվեցին այս ամեն ինչին, սպասեցին, մինչև մենք ավարտեցինք մեր աշխատանքները, սակայն կան նաև էլի ընթացիկ աշխատանքներ, ժամանակի ընթացքում այդ ամենը կարգավորենք, ավարտենք։